Առաջին նամակը Կորինթացիներին 4-րդ գլուխ։ Այսպես, մարդիկ թող համարեն մեզ իբրև Քրիստոսի սպասավորներ և Աստծու խորհուրդների տնտեսներ։ Արդ տնտեսներից պահանջվում է այն, որ նրանցից յուրաքանչյուրը հավատարիմ լինի։ Ինձ համար նշանակություն չունի, թե կդատվեմ ձեզնից կամ առհասարակ մարդկանցից։ Ես ինքս էլ ինձ չեմ դատում, որովհետև իմ մասին ոչինչ չգիտեմ, բայց դրանով չեմ արդարանում, որովհետև Տերն է դատում ինձ։ Այնպես որ ժամանակից առաջ մի դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները, և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։ Եղբայրներ, ձեզ համար ինքս ինձ և Ապողոսին օրինակ բերեցի, որպեսզի մեզնից սովորեք չիմանալ ավելին, քան գրված է, որպեսզի չհպարտանաք, մի ընկերոջը մյուսից գերադասելով։ Իսկ արդ ով է, որ քեզ տարբերում է ուրիշներից։ Ինչ ունես, որ Աստծուց չես ստացել։ Եվ եթե ստացել ես, ինչու ես պարծենում այնպես, իբր չես ստացել։ Արդեն հագեցել եք, արդեն հարստացել եք, առանց մեզ թագավորության եք հասել։ Երանի թե թագավորության հասնեիք, որպեսզի մենք նույնպես ձեզ հետ թագավորեինք։ Ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ առաքյալներիս վերջինների շարքը դասեց մահապարտների պես, որովհետև տեսարան դարձանք աշխարհի, թե հրեշտակների և թե մարդկանց համար։ Մենք հիմար դարձանք հանուն Քրիստոսի, իսկ դուք իմաստուն Քրիստոսով։ Մենք տկար, իսկ դուք հզոր։ Դուք փառավորված, իսկ մենք անարգ։ Մինչ օրս քաղցած ենք մնում, ծարավ, կիսամերկ, ծեծվում ենք և թափառական եղանք, և մեր ձեռքերով ենք վաստակում։ Նախատում են մեզ, օրհնում ենք, հալածում են, դիմանում ենք, վարկաբեկում են, քաղցրությամբ ենք պատասխանում։ Ողջ աշխարհի ծաղրանքի և բոլորի անարգանքի առարկան դարձանք մինչ այժմ։ Այս բաները գրում եմ ոչ թե ձեզ ամաչեցնելու, այլ ձեզ խրատելու համար, որպես իմ սիրելի որդիների։ Թեև կարող եք բյուրավոր դաստիարակներ ունենալ Քրիստոսով, բայց ոչ բազում հայրեր, որովհետև Քրիստոս Հիսուսով ավետարանի միջոցով ես ծնեցի ձեզ։ Արդաղաչում եմ ձեզ, նմանվեք ինձ։ Դրա համար էլ ձեզ մոտ ուղարկեցի Տիմոթեոսին, որ իմ սիրելի ու հավատարիմ որդին է Տիրոջով։ Նա ձեզ կհիշեցնի իմ ճանապարհները, որոնք Քրիստոս Հիսուսով են, ինչպես ուսուցանում եմ ամենուրեք բոլոր եկեղեցիներում։ Ձեզնից ոմանք գոռոզացել են կարծելով, թե ես ձեզ մոտ այլևս չեմ գալու, բայց գալու եմ շուտով, եթե Տերը կամենա։ Գալու եմ ոչ թե լսելու գոռոզացածների խոսքերը, այլ տեսնելու նրանց զորությունը, որովհետև Աստծու թագավորությունը ոչ թե խոսքերով է, այլ զորությամբ։ Արդ ինչպես եք ուզում, գավազանով գամ ձեզ մոտ, թե սիրով և հեզության, արդարության ու խոնարհության հոգով։